Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Facebook-ի իր էջում գրել է. «Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի ինքնիշխանության 1% ունենայիք»։ Հիմա հարց է առաջանում. որ ինքնիշխանության մասին է խոսքը։ Այն ինքնիշխանության, որը առանց հանրային քննարկման ու առանց խորհրդարանի իրական համաձայնության Հայաստանը տարակ ու մտցրեցիք մաքսային միության մեջ, մի երկիր, որը տարիներ շարունակ բանակցում էր Եվրամիության հետ, մեկ գիշերվա ընթացքում վերածվեց քաղաքական սակարկության առարկայի։ Սա ինքնիշխան որոշում էր, թե արտաքին ճնշման տակ ծնկի գալ։ Արդյոք ինքնիշխանություն էր, երբ Հայաստանը նույնիսկ այլ երկրներից զենք չէր կարող գնել, որովհետև Ռուսաստանը թույլ չէր տալիս։ Պաշտպանության հարցում անգամ Հայաստանը ընտրության իրավունք չուներ։ Զենքի շուկան փակ էր, այլընտրանք չկար, իսկ ռազմավարական կախվածությունը ներկայացվում էր որպես դաշնակցային հարաբերություն։ Արդյոք ինքնիշխան էր այն երկիրը, որի գազային համակարգը ամբողջությամբ հանձնվեց ռուսական վերահսկողությանը։ Երբ էներգետիկ անվտանգությունը այլևս քոնը չի, դու դադարում ես ինքնիշխան պետություն լինել։ Դու դառնում ես կառավարվող տարածք, որը մնացել է գազի գնի եւ փականի հույսին։ Արդյոք ինքնիշխան էր այն Հայաստանը, որը մակում քվեարկում էր ոչ թե իր շահերից, այլ Ռուսաստանի շահերից ելնելով, երբ արտաքին քաղաքականությունը դադարում է լինել ազգային եւ վերածվում է հրահանգների կատարման, դա արդեն ոչ թե դիվանագիտություն է, այլ ենթակայություն։ Այս ամենից հետո դեռ ասում են Սերժ Սարգսյանը ինքնիշխան էր։ Եթե սա է ձեր պատկերացրած ինքնիշխանությունը, սեփական որոշումներ չունենալը, այլ ուրիշների որոշումները ընդունելը, ազգային ռեսուրսները ուրիշին հանձնելը, արտաքին քաղաքականությունը վարձակալությամբ տալը, ապա այո, դուք կարող եք երազել այդ ինքնիշխանության 1%-ի մասին։ Բայց դա իրական ինքնիշխանություն չէ։ Ինքնիշխանություն նշանակում է ընտրության իրավունք, բազմավեկտոր քաղաքականություն, ազգային շահից բխող որոշումների ընդունում, այլ ոչ թե մեկ կենտրոնից կախված գոյություն։ Եվ եթե այսօր փորձում են անցյալի կախվածությունը ներկայացնել որպես պետական իմաստություն, ապա դա արդեն ոչ թե հիշողության խնդիր է, այլ գիտակցված խաբեություն։ Պատմությունը հնարավոր է վերաշարադրել, իսկ փաստերը ոչ։ Ինքնիշխանությունը լոզունգ չէ, որ գրեն Facebook-ում եւ փակեն անցյալի սխալները։ Անկախությունը եւ ինքնիշխանությունը հնարավոր չէ վերագրել մի իշխանության, որը դրանք հետևողականորեն փոխանակել է կախվածության հետ։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։